Սիրելի աղջիկներ, հիմա գործում ենք մեր տիկնիկի ձեռքերը։ Վերցնում ենք մեր մարմնի թելը, գործում ենք կախարդական օղակ։ Կախարդական օղակի մեջ 6 հատիկ։ 1, 2, 3, 4, 5, 6։ Մի քիչ ձգենք թելը և հաջորդ երկրորդ շարքը գործելու ենք 6 կրկնա պատկում։ Արդյունքում ունենանք 12 հատիկ։ Մեկ, այս դեպքում կտեղադրեմ մարկեր, երկու, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12։ Ձգում ենք։ Հիմա երրորդ և չորրորդ շարքերը, այսինքն երկու շարք, անմեջ գործում ենք 12 հատիկ առանց փոփոխությունների։ Հիմա հաջորդ շարքում պետք է գործենք ուրեմն 6 հատիկ։ Մարկերի փոխարեն այս թելիկն եմ տեղադրում, որ ավելի հարմար լինի։ Հիմա գործում ենք 6 հատիկ։ 1, 2, 3, 4, 5, 6։ Հիմա հաջորդի պետք է գործենք այսպես։ Հելունի վրա անցկացնում ենք թելը, հատիկից դուրս ենք բերում, գործում երկուսը միասին, չենք ավարտում։ Նորից թելը անցկացնում ենք հելունով, հելունից դուրս ենք բերում, անցկացնում 2 հատիկով։ Եվ այս բոլոր թելերը գործում ենք իրար հետ միասին։ Եվ շարունակում ենք գործել ևս 5 հատիկ։ 1, 2, 3, 4, 5։ Այսպիսի ուռուցիկ հատված ստացվեց մեզ մոտ։ Հաջորդիվ 6-րդ շարքում գործում ենք 2 հատիկ 1 ավելացում 4 անգամ, որպեսզի արդյունքում ունենանք 16 հատիկ։ Տեղափոխենք մեր թելիկը, 2 հատիկ 1 ավելացում 4 անգամ։ Յոթերորդ շարքը գործում ենք 16 սովորական հատիկներ առանց փոփոխության, առանց ավելացումների և պակասումների։ 16 հատիկ։ 8-րդ շարքը գործում ենք 2 հատիկ 1 կրճատում 4 անգամ, արդյունքում ունենալով 12 հատիկ և վերջում պետք է փոխենք թելի գույնը սվիտրի գույնին։ 1, 2 և կրճատում։ Այսինքն վերջին հատիկը ամբողջությամբ չենք գործում և փոխում ենք թելի գույնը։ Ինչպես ենք փոխում այս դեպքում։ Նորից գործում ենք այս երկու վերջին հատիկը միասին, վերջնական չենք գործում ամբողջությամբ և մեր սվիտրի գույնը անցկացնում միջով։ Այստեղ կարող ենք կտրել մարմնագույն թելը, այն մեզ առայժմ հարկավոր չէ, և փոխենք մարկերի տեղը։
գործում ենք այս թելիկի ծայրը միասին պահելով, գործում ենք 4 հատիկ մեկ կրճատում, 2 անգամ արդյունքում ունենալով 10 հատիկ։ Մեկ, 2, 3, 4 և 1 կրճատում։ Նորից մեկ, 2, 3, 4 և ևս 1 կրճատում։ Այս շարքը ևս ավարտված է, հիմա պետք է գործենք 10-րդ շարքը 10 հատիկ ետևի կողմերից և ամբողջությամբ նորից վերջին հատիկը չեն գործում, քանի որ մեր սվիտրը լինելու է զոլավոր, մենք երկուական շարքերով պետք է փոխենք գույնը։ Հիմա այս դեպքում գործում ենք 10 հատիկ ետևի մասերից, հատիկներից, տասներորդ հատիկի մեջ անցկացնում ենք մեր սվիտրի մյուս գույնի թելը։ Հիմա շարունակում ենք գործել 2 հատիկ, 1 կրկնապատկում 3 անգամ, գործում ենք 2 հատիկ, 1 կրկնապատկում։ Եվ վերջում մնում է 1 հատիկ, գործում ենք այդ 1 հատիկը ևս և արդյունքում ունենում 13 հատիկ։ Հիմա հաջորդ 12-րդ շարքում գործում ենք 13 հատիկ և վերջում փոխում թելի գույնը սպիտակի։ Այսպես 6 շարք անընդմեջ երկուական շարքերով գործում ենք յուրաքանչյուր գույնից և հանդիպենք արդեն 18-րդ շարքում։ Գործում ենք 13 հատիկ, 2 շարք, փոխում թելի գույնը և նորից շարունակում հաջորդ գույնով 2 շարք, մինչև կհասնենք 18-րդ շարքին։ Քանի դեռ շատ չենք բարձրացել, այստեղ արդեն կարող ենք լցնել սինջիպոն, որպեսզի հարմար լինի։ Այս թելերը թաքցնենք ներսում և լցնենք մեր տիկնիկի ձեռքերը։ Մեզ օգնության կգա մեր մկրատը։ Ահա գործեցինք 6 շարք, նորից փոխում ենք թելի գույնը վերջին հատիկի մեջ, և այսպես արդեն 18-րդ շարքում ենք, գործում ենք 2 հատիկ, 1 կրճատում 3 անգամ և վերջում կմնա 1 հատիկ ևս, դա էլ կգործենք, արդյունքում կունենանք 10 հատիկ։ Այստեղ կարող ենք տեղադրել
մարկեր կամ կարող ենք նաև չտեղադրել, քանի որ մեր թելի գույնից արդեն երևում է շարքի սկիզբը, ինչպես ձեզ հարմար կլինի։ Այստեղ կարելի է ասել արմունկն ենք ձևավորում, արմունկի նեղ հատվածը։ Տասնիններորդ շարքը գործում ենք հակառակը, 2 հատիկ, 1 ավելացում 3 անգամ և վերջում կմնա ևս 1 հատիկ, դա էլ կգործենք, արդյունքում նորից կունենանք 13 հատիկ։ Մեկ, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 փոխում ենք թելի գույնը։ Տեղափոխենք մարկերը, գործենք 13 հատիկ առանց փոփոխությունների։ Ավարտեցինք այս շարքը ևս, հիմա 21-րդ շարքում ենք, գործում ենք ևս 1 շարք սպիտակ գույնով, հետո իրար հաջորդելով կգործենք ևս 2 շարք կապույտ և 2 շարք սպիտակ։ Այդպիսով կավարտենք մեր թևը տիկնիկի։ 1 շարք սպիտակ, 2 շարք կապույտ, 2 շարք սպիտակ, 13 հատիկով։ Մոռանաք նաև ընթացքում լցնել սինձիպոն, որպեսզի գեղեցիկ համաչափ ուռուցիկ լինի թևիկը։ Վերջացեցինք։ 1 ձեռքը, ունենք այսպիսի դետալ, վերջում գործում ենք միացման հատիկ կտրում թելը, թելը մեզ երկար պետք չէ, որովհետև գործելու ենք մարմնի հետ միասին։ Գործում ենք ևս 1 ձեռք և անցնենք մնացած մասերին։ Աղջիկներ ջան, տեղեկացնեմ նաև, որ աջ ու ձախ թևերի միջև կա որոշակի տարբերություն, երբ գործում ենք այս մատիկը։ Հիմա երբ հաջորդ ձեռքին գաք հասնեք այս մատիկը գործելու շարքին, այսինքն դա կլինի մեր 5-րդ շարքը, պետք է գործենք հետևյալ հաջորդականությամբ։ Մի փոքր այլ է լինում այս դեպքում։ Հիմա կգործենք 3 հատիկ, տեղադրենք մարկերը, 1, 2, 3, կգործենք նորից 4 հատիկ 1 բարձրացումով, այսինքն այսպես, վերցնում ենք հատիկը թելը հելունի վրա, անցկացնում հատիկով դուրս բերում, գործում այս երկուսը միասին և վերջին թելը մնում է հելունի վրա, ևս 2 այդպիսի հատիկ պետք է գործենք և այս ամեն ինչը անելուց հետո կգործենք ևս 8 հատիկ, միակ տարբերությունը դա է։ Հիմա այս 5 թելերը հելունի վրայի գործում ենք միասին և գործում ևս 8 հատիկ, մնացած հաջորդականությունները գործում ենք նույն ուղղությամբ։ Հիմա ասեմ ինչու այդպես պետք է անել։ Որպեսզի այս թելերի գույների միացման հատվածը լինի ներսի կողմում թաքնված, սա կլինի մեր ձախ ձեռքը, մյուսը կլինի աջ ձեռքը, որպեսզի թաքնվեն գեղեցիկ լինի, դրսից գեղեցիկ երևա։